Բոլոր աշխատանքներն էլ կարևոր են։ Չկա ինչ-որ ամոթալի կամ վատ աշխատանք։ Մենք համախմբում ենք եւ ընկերություններին, մեր գործընկերներին եւ աշխատանք փնտրողներին։ Լինենք մի վայր, որտեղ գործատուն կհանդիպի մասնագետին եւ հակառակը։ Գործ փնտրողի համար առանց այդ էլ այդ process-ը սթրեսային է։ Ձեռագրով թղթի վրա ինքնակենսագրական էին գրում, կողքից հեռախոսով նկարում էին ու ինչ-որ մի հատ անկապ մեյլից ուղարկում էին գործատուին։ Առաջին CV-ի shortlist անելու process-ը անում է ոչ թե HR-ը, այլ արդեն արհեստական բանականությունը։ Գործատուն զանգում է, պայմանավորվում է հարցազրույցի համար, բայց դիմորդը հարցազրույցի չի ներկայանում։ Work-life այդ բալանսի մասին շատ ենք խոսում։ Ես տանը նստած մի երկու քլիքով միլիոններ եմ աշխատում, դու ինչի պետք է գնաս առավոտը 9-ից մինչև 9 աշխատես։ Ուսանող այս, բայց քեզնից պահանջում են օրինակ 5 տարվա աշխատանքային փորձ։ Թող աշխատավարձս բարձրացնեն, կանեմ։ Ողջույն եւ բարի գալուս JobAM-ի YouTube-յան ալիք։ Դուք դիտում եք Jobcast-ը։ Այսօրվա մեր հաղորդումը նվիրված է Ամանորին։ Իմ հյուրը Լևոն Նալբանդյանն է։ Լևոն, ողջույն։ Ողջույն Լիլիթ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ հյուր գալու եւ այս հաղորդումը առհասարակ ֆինանսավորելու համար։ Այսօր խոսելու ենք շատ հետաքրքիր հարցերի շուրջ, որոնք առհասարակ JobAM-ի հետ կապված քննարկվում են, նվիրված են նաեւ աշխատաշուկային եւ գուցե այսօր մեր դիտորդները կստանան իրենց հարցերին հուզող բոլոր պատասխանները։ Երևի սկսենք ամենասկզբից, մի փոքր կպատմես JobAM-ի մասին, JobAM-ի գործունեության մասին, ինչ տեսլական ունենք եւ այս պահին ինչ փուլում ենք։ Սիրով, դե ինչպես գիտեք, վերջերս նշեցինք JobAM-ի 25-ամյակը, այսինքն JobAM-ը on-line է 2000 թվականից, 2000-2001 թվականներից, բայց ամբողջովին իրենով զբաղվում եմ ես եւ եղբայրս 18 թվականից, չնայած 12 թվականին, երբ որ իր տնօրինությունը անցավ մեզ JobAM-ի, մենք իրեն ամբողջովին փոխեցինք, այսինքն հին JobAM-ից մնաց միայն օգտատերերի լոգինները եւ մեյլերը։ 2012-ին ինքը ամբողջովին կոնցեպտով եւ վիժնով ամեն ինչը փոխվեց։ 18 թվականից ես արդեն սկսեցի իմ ողջ ժամանակը հատկացնել JobAM-ին եւ հիմա ունենք այն ինչ ունենք Հայաստանում տվյալ ոլորտի մասնագիտացված կայքերից ամենաշատ այցելություն ունեցող պլատֆորմը եւ ունենք ամենաբազմազան գործընկերների ցանկը։ Մեր մոտով գաղտնիք չի, որ գտնում են ինչպես բորդ ուղեկցորդուհի, այնպես էլ վաճառքի մենեջեր, նույնիսկ պահեստի օգնական եւ կարա լինի նաեւ կոմերցիոն տնօրեն, ծրագրավորող եւ այլն եւ այլն։ Այո, հաստիկները բավականին բազմազան։ Այո, բազմազան են։ Ի սկզբանե էլ մենք մեր առջև խնդիր էինք դրել, որ ինքը լինի բոլորի համար, հարթակ բոլորի համար, այսինքն չլինի ինչ-որ կոնկրետ ուղղվածություն, որտեղ բոլորը իրանց լավ կզգան, իրանց հավասար կզգան։ Այդ իրականում շատ կարևոր է, որովհետև շատ հաճախ են մեզ մոտենում, օրինակ լինում է դեպքեր, որ հարցնում են ինչ հաստիկներ կարող ենք ջոբով գտնել կամ առհասարակ մասնագետները, որ մոտենում են օրինակ աշխատանքի տոնավաճառներին, հարցնում են ինչ հաստիկներ կան հա ձեր կայքում հրապարակված, որ կարող ենք դիմել, ու այդ մասով իսկապես մեզ մոտ բազմազանություն է տիրում, ցանկացած մասնագետի, ցանկացած հաստիկի ու կարևորը հավասարությունն է, որովհետև չկա այնպիսի հաստիկ, որ մեր կայքը կարգելի կամ կդիտարկի, որ դա հնարավոր չէ մեր հարթակում տեղադրել, որովհետև աշխատանքը մնում է աշխատանք եւ իսկապես բոլոր աշխատանքներն էլ կարևոր են։ Այո, դա նաեւ կարծրատիպերի կոտրում է, որ չկա ինչ-որ ամոթալի կամ վատ աշխատանք, բոլոր աշխատանքներն էլ եթե դու պատասխանատվությամբ ես անում, դա պատվաբեր աշխատանք է։ Այսինքն բոլոր աշխատանքներում էլ կա պատասխանատվություն, որ եթե դու ստանձնում ես այդ պատասխանատվությունը, դու պարտավոր ես դա քո ուժերի ներածի չափով անես ամենալավը։ Եթե դու այդ պատասխանատվությունը վերցրել ես, դու պետքա դա անես։ Իսկ որ ասացիր ջոբի գործունեությամբ ավելի ակտիվ սկսել եք զբաղվել 2018-ից դու ու Վահագը, ինձ շատ հետաքրքիր է ու շատ մարդկանց էլ նաև հետաքրքրում է JobAM-ի լոգոն, մեր լոգոն, եթե մարդիկ չգիտեն, ամեն դեպքում այս էպիզոդից հետո էլ կարող են տեսնել, ձկնիկ է, ինչ է խորհրդանշում այդ ձուկը եւ ինչի եք որոշել, որ պետք է մեր լոգոն ձուկ լինի։ Ես էլ չգիտեմ ճիշտ ասած։
Չէ, իհարկե դա կատակ էր, բայց 18-ին, որ ռեբրենդինգ էինք ուզում անենք, դիմեցինք մի ընկերության, իրենք կոնցեպտը ներկայացրեցին, իդեպ դա հենց կոնցեպտ ստուդիոն էր, հենց տենց էր կոչվում, տենց է կոչվում ընկերությունը, իմ լավ ընկեր Հովիկը, ը, իրենք այդ ոնց որ իդեան մեզ ներկայացրին ու մենք հավանեցինք, ինչու հավանեցինք, ինքը ստանդարտ լոգո չէր, տարբերվող էր, տենց ինչ որ մասկոտ չէր, որ տենց cute կենթանի չէր, Ու հիշվող է շատ։ հիշվող էր, դրա համար էլ մեզ դուր եկավ, մենք ոնց որ որդեգրեցինք։ Իսկ իդեան ինչումն էր, ոնց որ նաև ձկները իրենք տենց խամախմբում են վտարով ու ապրում են օվկիանոսում ինչ որ մի ընդհանուր գաղափարի շուրջ հավաքվում են, ապրում են եւ ստեղծագործում են միգուցե նույն ձև էլ ընկերությունները համախմբում են պրոֆեսիոնալների ու տենց խմբով ընթանում են դեպի իրենց տեսլականը, դեպի իրենց նպատակները։ Շատ հետաքրքիր։ Այսինքն իդեան էնա, որ մարդկանց համախմբում, բայց քանի որ ամենահայտնի տենց էակները, որ տենց խմբերով ապրում են ձկներն են, այդ տենց զուգահեռներ է անցկացվել։ Ստացվում է, որ մենք համախմբում ենք եւ ընկերություններին, մեր գործընկերներին եւ համախմբում ենք նաեւ աշխատանք փնտրողներին, ովքեր որ մեր հարթակից ամենաակտիվն են օգտվում։ Այո, JobAM-ը ինչ է, ինքը կապող օղակ է, այսինքն այդ մարդկանց հանդիպելու վայրն է, ու մեր նպատակը այն է, որ այդ հանդիպումը մենք մաքսիմալ հեշտացնենք, տանք գործիքներ, որ այդ գործընթացները կառավարելի լինեն, թափանցիկ լինեն, այսինքն մենք մեր առջև նպատակ ենք դրել այդ process-ը հեշտացնել, այսինքն լինենք մի վայր, որտեղ գործատուն կհանդիպի մասնագետին եւ հակառակը։ Այստեղ ես շատ կուզենայի նշել մի հատ հանգամանք, մեր կայքից օգտվելը բավականին հեշտ է եւ պարզ է բոլոր թեկնածուների համար, այսինքն չեմ կարծում, որ կլինեն մարդիկ, գոնե 10-ից մեկը կարող է մի փոքր դժվարության հանդիպի, բայց հիմնականում կայքի օգտագործումը շատ հեշտ է եւ այդ դրա նշանակությունը ինչումն է, որ կայքը մաքսիմալ պարզեցված է իր ինտերֆեյսով, դա միայն ծրագրային հատված է իրենից ենթադրում, թե ավելի մեծ իմաստային նշանակություն ունի մեզ համար։ Չէ, քանի որ բոլորս էլ ինտերնետից օգտվում ենք, կայքերից օգտվում ենք, ինչքան է լինում, որ օգտվում ես ու տեսնում ես, այս ինչ վատ կայք է սարքած, չէ։ Մենք ինչ ենք արել, մենք ինքներս օգտվում ենք մեր կայքից, այսինքն մեր բոլոր աշխատակիցներին աշխատանքի ընդունելուց մենք հայտարարությունները դնում ենք JobAM-ը։ Դու ինքդ էլ JobAM-ով ես դիմել։ Այո։ Ու մենք որ օգտվում ենք մեր կայքից, մենք արդեն այդ բացերը, բաց թողումները, անհարմարությունները ինքներս տեսնում ենք։ Բացի դրանից նաև լսում ենք մեր գործընկերների ֆիդբեքը, հետադարձ կապը, զանգում են, ասում են, այ դու էլ ես Հա, շատ հաճախ փոխանցում եմ։ այո, սենց էլ լինի, նենց էլ լինի, բայց կարանք սենց անենք, որ նենց էլ լինի։ Այդ ամեն ինչը եկել է դրանից։ Ամենաառաջինը, որ մենք ինքներս մեր հարթակը օգտագործում ենք, դա շատ կարևոր է։ Հիմա կասեմ ինչու։ Եվ երկրորդն էլ, որ մենք այդ ֆիդբեքը լսում ենք։ Հիմա անդրադառնամ, թե ինչու է կարևոր։ Ես այս վերջերս նկատում եմ, որ մեր գործարարներ կլինեն կամ ինչ որ հիմնադիրներ կլինեն, իրենք մի բան ստեղծում են, որից իրենք չեն օգտվում։ Դա շատ վատ է։ Օրինակ, շատ կայքեր կան, անունները չտամ, բայց մասնավորապես պետական սեկտորի կայքերը, որ մենք ամեն օր գործի բերումով Եվ պետք է խնդիրներ ենք այո, բախվում։ ինչքան անհարմար են։ Այն որ պարզ պրիմիտիվ բաներ, որ ասում ես, այս ինչը որ ստեղ լներ, իմ գործը մի 10 րոպե կթեթևանար։ Այդ նրանից է գալի, որ կայքը ստեղծողը կամ այդ համակարգը ստեղծողը ինքը դրա օգտատերը չի, ինքը չի հասկանում օգտատիրոջ ցավը, ինքը լավ բան է մտածել, իհարկե, Բայց ինչքանով է դա բայց աշխատում։ ինչքանով է դա աշխատում, չի լինում։ Ու դրանից բխում է, որ օգտատերերը սկսում են այսպես ասած լայֆ հաքեր հորինել, որ սենց անենք, նենց անենք, որ մեր ուզածին հասնենք։ Օրինակ մենք էլ ենք տեսել, որ մի գործիք սարքում ենք JobAM-ում, տեսնում ենք, որ օգտատերերը սրանք լրիվ ուրիշ նպատակով են օգտագործում։ Այսինքն այն ինչ որ մենք մտածել ենք յուզերը դա կամ մենք չենք կարողացել հասկացնենք ինչի համար ենք սարքել, կամ յուզերը ավելի իրեն հարմար ձև է գտել դրան օգտագործելու։ Սա էլ է շատ կարևոր, որ հետամուտ լինենք, տեսնենք
ինչ են ուզում, ոնց են օգտագործում, որ հարմարացնենք իրենց կարիքներին։ Հա, հետադարձ կապը մեզ հաճախ են եւ մեր Այո, գործընկերները եւ ուղղակի օգտվողները տալիս, հետո գործ փնտրողի համար առանց այդ էլ այդ process-ը սթրեսային է։ Երբ որ դու անընդհատ աշխատանք ես փնտրում, եթե անգամ օրինակ դա տևում է ամիսներ, արդեն իսկ բավականին սթրեսային է։ Մի հատ էլ եթե կայքից օգտվելն էլ լինի սթրեսային, պատկերացնում եմ, թե ինչ ծանր դրության մեջ այդ մարդիկ կհայտնվեն։ այո, ես ինքս էլ աշխատանք փնտրել եմ, ցավոք ես վերջի 10 տարում երևի էլ չեմ փնտրում։ Ցավոք։ Միգուցե նաև ցավոք, չգիտեմ, բարեբախտաբար, լավ, ցավոք սխալ ասեցի։ Բայց ես ինքս էլ աշխատանք փնտրել եմ, շատ կայքերից օգտվել եմ, թե այստեղ, թե դրսում, ու այդ ամեն ինչը նաև իմ ցավից էր գալիս, որ ստեղծեմ մի պլատֆորմ, որը առաջի հերթին ես կօգտվեմ։ Իդեպ մեր կներես մյուս պլատֆորմներն էլ, որ Gsoft-ով սարքել ենք, էլի մեր ցավից է եկել, Հա, որ չկար տենց պլատֆորմ, որ այս խնդիրները կլուծեր։ հա, այդ կարևոր է, շատ կարևոր է, որ համ հետադարձ կապն ենք լսում, համ էլ իսկապես օգտվելը քո պատրաստած, որովհետև միտքը կարող է լավը լինի, բայց երբ որ դու կիրառում ես, հասկանում ես, որ այդքան էլ այն չէ, ինչ որ իրոք Այո, ինձ կամ հենց մեր օգտագործողին հարկավոր է։ Եթե վերադառնանք մի փոքր աշխատաշուկային, աշխատաշուկայի հետ կապված դու ավելի շատ ինֆորմացիա կունենաս, քանի որ հենց 2018 թվականից այդ պրոցեսների մեջ եք, ինչ ա փոխվել աշխատաշուկայում, այս պահին ինչ տենդենսներ կան, ինչ ենք նկատում առհասարակ։ ճիշտն ասած, տենց խորը վերլուծություն չեմ արել, բայց վերջի տարիներին այդ կուլտուրան է երևի փոխվել, Լավ, թե վատ։ դեպի լավ, միանշանակ լավ, եւ այդտեղ համեստություն չանեմ, երևի ասեմ Ջոբեյեմն էլ իր դերը ունի, այսինքն մենք ինչ արեցինք, մեր արժև նաև խնդիր էինք դնել այդ աշխատանքի դիմելու կուլտուրան բարձրացնենք, այսինքն մարդիկ մի ժամանակ ինչ էին անում, ձեռագրով թղթի վրա ինքնակենսագրական էին գրում, կողքից հեռախոսով նկարում էին ու ինչ որ մի հատ անկապ մեյլից ուղարկում էին գործատուին առանց վերնագիր, առանց մեջը ինչ որ մի հատ cover letter ուղեկցող նամակ գրելու, գործատու ջան, դե արի հասկացի ես ինչ են ուզեցել անեն, սա պատահական ուղարկել են, թե ինչ է, ինչի համար են դիմել։ Աստիճանաբար կայքում այդ գործիքները դրեցինք, որ ռեզյումե ստեղծել, ռեզյումեները պահպանել, դիմումների պատմությունը տեսնել, հայտարարությանը դիմելիս նշվի, որ հայտարարությանն է դիմում, ինչ որ cover letter գրվի։ Հիմա արդեն գործատուներն էլ երևի կփաստեն, որ Ջոբեյեմից եկող բոլոր դիմումները PDF կամ Word ֆորմատի են։ Հա, ու մարդիկ կան, որ մեկ-մեկ հենց օգտագործողները, օգտվողները դժգոհում են, վայ ինչու ենք գործատուին հենց CV-ով դիմում, բայց ավելի լավ է մի անգամ մի փոքր դժվարությամբ կարողանաս այդ դիմումը ուղարկես, այսինքն այդ process-ը քո համար բարդ լինի, բայց հետագայում գոնե այդ ընդհանուր process-ին աշխատաշուկայի փոփոխություններին արդեն դու որպես մարդ հարմարված լինես։ Միանշանակ, հետո դա նաև ցույց է տալի այդ մարդու կուլտուրան ու ինչքանով է ինքը հետաքրքրված կամ մոտիվացված այդ ընկերությունում աշխատելու։ Եթե դու ուղարկում ես մի ռեզյումե կողքից նկարած, էլ չեմ ասում ձեռագրով գրած, կամ նկար ես ուղարկում, որտեղից գործատուն կամ այդ HR մասնագետը չի կարողանալու նորմալ մեյլը կոպի անի կամ քո հեռախոսը համարը այդ ֆայլի միջից կոպի անի, այսինքն դու հավելյալ դժվարություն ես ստեղծում այդ մարդու համար, ինչա թե դու ալարել ես Word կամ PDF ֆորմատով 15-20 րոպե ժամանակ ծախսես, բայց դու չես գնահատում նաև մյուս կողմի ժամանակը, ու սա շատ կարևոր է։ Հա, խոսում ենք Թվում է նաև թե մանրուք է, վերաբերմունքի այո, մասին։ թվում է թե մանրուք է, բայց եթե դու տենց մատերի արանքով ես նայում այդ աշխատանքին դիմելուն, դա նաև նշանակում է, որ դու աշխատանքի վայրում քո պարտականությունները կատարելուց էլ ես մատերի արանքով նայելու։ Այդ խնդիրը կա, բայց մի կողմից էլ ինձ թվում է խնդիրը այն է, որ տեխնոլոգիաները շատ արագ են, հա, զարգանում, օրինակ արդեն խոսում ենք արհեստական բանականության մասին, որը տարիներ առաջ ոչ մեկս գուցե գաղափար չունեինք, բայց մարդիկ Այդքան էլ չի, կան, մի տարի առաջ հա, երևի գաղափար դե կարող չունեինք։ մի քիչ ավելի շուտ են այդ ամեն Լայն, ինչով զբաղվել, հա, չէ, սկսել են շատ շուտ հա, 50-ական, 60-ական թվականներից, բայց բումը սկսվեց
մեր աչքի առաջ բառացիորեն մի տարվա, երկու տարվա ընթացքում։ Հա, ու նկատի ունեմ ավելի շատ խնդիրն են, որ կան մարդիկ, որոնք այդ փոփոխություններին որպես մարդ եւ մասնագետ պատրաստ չեն եւ իրենց համար կրկնակի սթրես է այդ ինֆորմացիան յուրացնելը ու հասկանալը, որ պետքա ժամանակին համընթաց քայլել։ Այսինքն ոչ թե խնդիրը միայն վերաբերմունքն է, որ իրենք լուրջ չեն վերաբերվում աշխատանքին, գուցե իսկապես մարդը լավ մասնագետ է, կարող է շատ լավ իր պարտականությունները կատարել, բայց ինքը այդ տեխնոլոգիաներին համընթաց չի կարողանում քայլել, հոգեբանորեն այդ ամեն ինչին պատրաստ չի։ Ճիշտ նկատառում է, հա, մենք էլ փորձում ենք մեր կողմից ամեն ինչ անենք, որ օգնենք, օրինակ այդ անվճար ռեզյումե բիլդեր գործիքը, որ դրել ենք հարթակում, ինքը ոչ մի գրանցում չի պահանջում, բոլորի համար անվճար, բոլորը կարող են մտնել ժամանակակից նորմալ տեսքի ռեզյումե սարքել, այսինքն այն տեսքի, որով գործատուն կամ HR մասնագետը ակնկալում է կամ որով հեշտ է այդ ինֆորմացիան ընկալել։ Եվ իրականում շատ էլ պարզ գործիք է, ես էլ անձամբ շատ հաճախ օգտվում եմ ընկերներիս համար էլ ինչ-որ բան պատրաստելուց ու շատ արագ է իրենով այդ process-ը կատարվում ու ռեզյումեի նշանակությունից եթե խոսում ենք, ինձ թվում է պետք է նկատի ունենանք մեր AI scoring գործիքը եւ ինչի է դա կարեւոր, որովհետեւ մարդիկ դեռևս չեն պատկերացնում, որ արդեն ոչ թե առաջին CV shortlist անելու process-ը անում է ոչ թե HR-ը, այլ արդեն արհեստական բանականությունը, որտեղ որ արդեն կարևոր է ռեզյումեի բովանդակությունը ու այն բոլոր ինֆորմացիան, որը գրված է ռեզյումեի ներսում։ Այո, այսինքն այդ ինֆորմացիան, որ դու ուզում ես հասցնես, կլինի թե HR-ը, թե AI-ը, պետք է հստակ տեքստով գրված լինի, որպեսզի համակարգը կարողանա հասկանալ։ Ու ես ստեղ ուզում եմ շեշտեմ, որ այդ AI-ը մեր կողմից ստեղծված այդ scoring-ը, որ օգնում է, ինքը օգնական է, մենք իրեն չենք նախատեսել, որ HR-ին փոխարինի, սա շատ կարևոր է, սա ուղղակի գործիք է, որ հեշտացնելու է HR-ի աշխատանքը, այսինքն եթե HR-ը ստանում է հարյուրավոր ռեզյումեներ, մի մասը իհարկե միգուցե չի համապատասխանում, մարդիկ շատ ժամանակ չեն կարդում աշխատանքի նկարագրությունը, լինում է, որ ինչ որակավորում պետք է ունենան կամ ինչ-որ պայմանների պետք է համապատասխանեն, բայց չեն կարդում, ուղարկում են այնուամենայնիվ, այսինքն SAI համակարգը օգնելու է այդ ռեզյումեները, այն լավերը միանգամից վերև հանելու, այո, եւ այն ռեզյումեները, որոնք չեն համապատասխանում ինչ-ինչ պատճառներով, արդեն դրանք ուղարկի ավելի ներքև եւ այսպեսով օգնի, որ HR-ը իր ժամանակը ավելի արդյունավետ ծախսի։ AI scoring-ի հետ կապված, քանի որ ենթադրում եմ, որ մեր հարթակից օգտվող մարդկանց մեծ մասը կարող է ինֆորմացիա չունենալ այդ գործիքը ինչպես է աշխատում եւ որպեսզի նաեւ նկատի ունենան ինչ կրիտերիաներով պետք է պատրաստեն ռեզյումեն, որ գործատուի համար լինեն ավելի դիտարկելի, ինչ խորհուրդներ կարող ենք տալ եւ ոնց բացատրենք այդ մարդկանց, որ ինչի մասին է AI scoring-ը։ Այստեղ ոչ թե մենք պետք է մարդկանց խորհուրդ տանք, որ իրանց ռեզյումեն նենց սարքեն, որ AI-ը հասկանա, այլ չէ, նենց պետք է սարքեն, որ HR մասնագետը մարդը հասկանա, որտեվ AI-ը կադապտացվի դրան, բայց պետք չի ռեզյումեն նենց սարքել, որ AI-ը հասկանա, այսինքն այն խորհուրդները, որոնք որ մինչև AI-ը կային, այսինքն անուն ազգանունը հստակ գրված լինի, հեռախոսը, կոնտակտային տվյալները, աշխատանքային փորձը ցանկալի է վերևից ամենավերջի փորձից սկսված, ինչ ենք արել այդ աշխատանքվայրում, ինչ հաջողությունների ենք հասել, դրանք գրված լինի։ Մնացածը AI-ը արդեն կհասկանա, scoring-ը կանի։ Խորհուրդները նույնն է մնում։ Հա, Տեքստային ֆորմատի PDF կամ Word, ցանկալի է արդեն PDF ֆորմատի ռեզյումե, որտեղ բոլոր ամբողջ ինֆորմացիան հստակ գրված կլինի, աշխատանքային փորձը, ինչ ձեռքբերումներ ենք ունեցել այդտեղ, որքան ենք աշխատել, այսինքն պետք չի, ես հաճախ լսում եմ, որ հատուկ աշխատանքի հայտարարության, այսինքն մարդը ով այդ ամեն ինչից տեղեկացված է, վերցնում են բոլոր այն բառերը, որոնք որ այդ հայտարարության մեջ նշված է, դնում են իրենց CV-ի մեջ, որ AI-ի կողմից ավելի դիտարկելի լինեն գոնե առաջին փուլում, այսինքն shortlist-ի Միգուցե փուլում։ ինչ-որ համակարգերում դա
արդի լինի, բայց մեր մոտ մեր համակարգը տենց չի սարքած, այսինքն եթե մասնագիտական լեզվով ասեմ, մեր համակարգը keyword matching չի անում, այսինքն չի նայում աշխատանքի հայտարարության մեջ գրած է ենթադրենք Photoshop, ռեզյումեի մեջ էլ Photoshop կա, ուրեմն վերջ էս մարդը համապատասխանում է։ Ոչ, մեր կողմից ստեղծած այդ օգնականը ինքը նախ կարդում է աշխատանքի հայտարարությունը, հասկանում է ինչա պետք, ինչ պահանջներ են աշխատանքային փորձը եւ այլն հմտություններ եւ կարդում է ռեզյումեն, հասկանում է ըստ դրա նոր որոշում է կայացնում, թե ինչքանով է մարդը համապատասխանում։ Այսինքն ինքը նույն մեխանիզմով է աշխատում, ինչ որ սովորական HR մասնագետը կամ գործատուն կգնահատեր։ Ինքը գիտի ինչ է իրան պետք, ինքը կարդում է ռեզյումեն եւ տեսնում է այն ինչ որ ինքը փնտրում էր, այս մարդը իր աշխատանքային փորձի կամ կրթության ընթացքում դրանք արել է կամ այդ հմտությունները ստացել է, թե չէ։ Եվ որքանով ժամանակ է դրանցով աշխատել, այսինքն տարիների փորձն էլ է միանշանակ հաշվի առնվում, ինչ բարդության кейսեր են եղել, եթե ռեզյումեի մեջ դա նշված է, ինչ հաջողություններ է ունեցել, եթե դա նշված է։ Դրա համար շատ կարևոր է ռեզյումեն դա սարքել, այնց որ մարդը կարդա հասկանա։ Այստեղ մի խորհուրդ էլ տամ շատ հաճախ, հատկապես տենց կրեատիվ պոզիցիաների համար, որ ուղարկում են տենց ինչ որ ձևավորված նախշերով, բաներով ռեզյումե, ես խորհուրդ կտամ զերծ մնալ Կամ դրանից, գրաֆիկաներ ինչ այո, որովհետև դա դժվարացնում է ընթերնելիությունը եւ շատ ժամանակ, օրինակ, երբ որ լեզվի հմտություններում ինչ որ progress բառ են դնում կամ տոկոս են գրում, որը անիմաստ է, ես չեմ հասկանում, այսինքն դա ինչ է նշանակում, եթե օրինակ գրում են անգլերենի իմացությունը 80% կամ չգիտեմ ինչ որ progress բառից մի բան, ինչ է նշանակում, տեքստերի 80%-ը կարդացածի 80%-ն են հասկանում, թե տառերի 80%-ը Այն էլ գիտեն։ լեզվի դեպքում, որ միշտ Հա, սովորելու տեղ այսինքն կա։ ռեզյումեի ինֆորմացիան պետք է նենց գրված լինի, որ դա իմաստ ունենա։ Հասկացա։ Եթե խոսենք մեր գործիքակազմի մասին, անընդհատ մեր հարթակը ավելի բարելավում է եւ նոր գործիքակազմեր ենք ավելացնում, որը միշտ արդի է, այսինքն ժամանակին համընթաց HR-ի եւ առհասարակ օգտվողների կարիքները հաշվի առնելով են այդ գործիքակազմերը ստեղծվում, այս բան ինչ տեսլականներ ունենք, ինչ նոր գործիքների վրա ենք աշխատում, եթե կարող ենք մի փոքր ճակերտները բացել եւ այդ մասին խոսել։ Գաղափարները շատ են, բայց թույլ տուր դեռ չբացեմ, իրականում հենց հիմա արդեն պատրաստ է գործիքը, բայց աշխատում ենք իր ոնց որ կոմունիկացիայի կամ ճիշտ ներկայացման վրա, արի հունվարին դրա մասին։ Մի հատ էլ հյուրհրավիրեմ քեզ խոսենք։ Հունվարին արդեն կթողարկենք, բոլորին կծանոթենք։ Ինքը հերթական գործիքն է որոշ արկա խնդիրներ լուծելու համար, որ երկու կողմից էլ լսում ենք, մեկը դա է, որ դիմում են եւ ֆիդբեք չեն ստանում գործատուների կողմից եւ մյուսն էլ, որ գործատուն զանգում է պայմանավորվում է հարցազրույցի համար, բայց դիմորդը հարցազրույցի չի ներկայանում, ինչ-ինչ Բոլոր պատճառներով։ HR-ների ցավը։ Այնպիսով սիրելի գործընկերները թող մի փոքր էլ սպասեն, Այո։ շատ մոտ ժամանակներս այդ խնդիրները լուծող գործիքներ էլ կդնենք, ինքը 100%-ով չեմ կարծում լուծի այդ խնդիրը, բայց մի քայլ առաջ ենք գնալու, որ այդ երևույթները վերացնենք, կանխենք։ Դե 100%-ով լուծելու համար ինձ թվում է համակարգային ու մարդկանց հետ աշխատելու process-ը, որ օրինակ մարդը հասկանա, որ օրինակ եթե չի ներկայանում հարցազրույցի գոնե պետքա տեղեկացնել, որովհետև գործատուն շատ դեպքերում հիմա այնքան է զարգացել, որ անուն ազգանունի կողքը ինչ որ թղթապանակում այդ ինֆորմացիան պահպանվում, օրինակ հարցազրույցի չներկայացած եւ 20 տարի հետո էլ իրենք այդ արխիվում կարող են օրինակ այդ ինֆորմացիան տեսնել ու կարմիր քարտ է ստացվում թեկնածուի համար։ Նույնը մեր մոտ մեր համակարգում էլ երբ որ թեկնածուն դիմում է ինչ-որ մի հաստիքի, համակարգը նշում է, որ այս մարդը դիմել էր նաև մեր մի այլ հաստիքի եւ մեր համակարգում էլ հնարավորություն կա նշումներ անելու, այսինքն HR-ը այդ գործիքը ունի, որ տեսնի այս մարդը մի տարի առաջ նաև դիմել էր մեր մյուս հաստիքին, իր հետ ինչ process ենք արել եւ
HR-ների մեծ մասն էլ այս մարդկանց անուն ազգանուններով հիշում են, այսինքն տենց նույնիսկ համակարգի բան էլ չկա։ Հա, դե եթե շատ կրկնվող դեպքեր են, որոնք ցավոք Այո, կան, դեպքեր կան։ հա, Ես էլ ինքս էլ խոսել եմ գործընկերների հետ, մի քանիսը ունեն տենց տեխնացուներ։ հիշվող Հա, դեմքով անունով։ նու ստեղ գոնե այդ մարդը հիշի, որ չի գնացել, նորից այդ նույն ընկերություն չդիմի, այդ Հա, ուրիշ հա, բան, բայց որ նորից դիմում է նույն ընկերություն մի քանի օր հետո ու էլի չի գնում, այդ մի քիչ հա, մենք անհասկանալի է։ վերջերս քանակ էինք, չէ, հանել այն մեր top դիմորդների, որ ինձ Այո, թվում է իրենք մի քիչ այդ խնդիրը այո։ ունեին, ցավոք։ Եվ Բայց իրենց խնդիրը մի քիչ ուրիշ էր, իրենցը ոչ թե կանչում էին չէին գնում, այլ չէին կանչում։ իրենց չէին կանչում։ Դե Այդ էլ նրանից էր, որ իրենք տենց ինչ որ շատ լայն սպեկտրի հայտարարություններ հա, էին էլի դիմում, հիշվել են էլի գործադուի տենց համար, հիշվել բայց են։ վատ քողի տակ երևի թե։ В общем, կարճ ասած, այդպես մի արեք եւ մի հատ հետաքրքիր հատված էլ մենք ունենք այդ գործիքակազմից, որ ամեն դեպքում մեր գործընկերներին շատ ծանոթում ենք, բայց երևի թե այդ պլանավորման հետ կապված մեր boost ու top գործիքների, որ հաճախ զանգում հարցնում են կամ չգիտեմ, իրենք մտածում են ոնց անեն, մի հատ էլ այդ հատվածով անցնենք, որ արդեն կարողանում են իրենք ինքնուրույն ցանկացած օր, ամիս վերցնել եւ ժամի, այսինքն եթե հայտարարությունը ակտիվ է ու այդ պլանավորումը անեն, որ հանգիստ կարողանան իրեն շաբաթ կիրակին առհասարակ օրինակ մեր կայքից չօգտվեն եւ իմանան, որ այդ գործառույթը իրանց փոխարեն համակարգը անում է։ Այո, այդ էլ էլի ավտոմատացման եւ աշխատանքի Հմ, հեշտացման ոնց որ քայլերից էր, էլի եկել էր մեր ցավերից, որ մենք էլ շատ ժամանակ ուզում ենք հայտարարությունը ուրբաթ երեկոյան բարձրացնենք կամ կիրակի օրը բարձրացնենք, որպեսզի մի հատ կալենդարում բան չդնենք, հիշեցում։ հիշեցում չդնենք, որ կիրակի օրը հիշեցրու Հմ, մտնեմ մի հատ ջոբեյում top կամ boost անեմ, կարելի է նախորդ պլանավորել, որ ավտոմատ համակարգը մեր ուզած ժամանակին այդ գործողությունը անի։ հմ։ Քանի որ մեր տոնական եթերն է, մի քիչ էլ խոսենք 2026-ի արդեն գալիք տարվա մասին, այդ գալիք տարում առհասարակ ինչ տեսլականներ ունենք աշխատաշուկայի հետ կապված, ինչ ենք ուզում լինի, որ այս պահին չկա, դա ես ավելի շատ ուզում եմ նայենք ոչ թե տեխնիկական մասով, որովհետև տեխնիկականը իհարկե միշտ էլ հնարավոր է անել, բայց համակարգային որոշակի փոփոխություններ եւ լուծումներ կան, որոնք գուցե ոչ միայն մեր տիրույթում են, բայց ինչպես դու էլ նշեցիր, մենք որոշակի փոփոխություններ բերել ենք աշխատաշուկային, թեկուզ այն գործիքակազմի միջոցով, որ մի 10 տարի առաջ առհասարակ մարդիկ գաղափար չունեին, որ այդպես կարող է լինել։ Ինչ ենք ակնկալում մենք 2026 թվականից որպես պլատֆորմ, որպես կապող օղակ եւ որպես մարդիկ, ովքեր աշխատաշուկայի մի մասն են կազմում։ Միայն լավ բաներ ենք ակնկալում։ Շարունակելու ենք էլի մեր աշխատանքը, նորություններ, նոր հնարավորություններ, լսելու ենք մեր գործընկերների ֆիդբեքը, փորձելու ենք իրանց փորձառությունը լավացնենք, որ այն ինչ արել ենք մինչև հիմա շարունակելու ենք, միգուցե ավելի մեծ մասշտաբով, ավելի մեծ թափով, Ահա։ ակնկալիքներ, միայն լավ ակնկալիքներ ունենք։ Այո, բոլորս։ Այո։ Լավ, եթե վերադառնանք մի քիչ էլ կուզենայի խոսել ավելի շատ համեմատականներ տանեին, քանի որ դու, եթե ճիշտ եմ հիշում, 10 տարի, հա, Ամերիկայում ես ապրել եւ աշխատել ու այնտեղից վերադառնալը եւ Հայաստանի աշխատաշուկան, եթե համեմատենք ամերիկյան աշխատաշուկայի հետ, ինչ տարբերություններ կան եւ այս ընթացքում գուցե ինչպես նշեցիր դրական փոփոխություններ կան, որ կետին ենք հասել, ինչ կարելի է բերել մեր կորպորատիվ մշակույթի մեջ, որը օրինակ Ամերիկայում կա, բայց դեռ մենք այդ մասով օրինակ կաղում ենք։ Առաջինը ես աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը Ամերիկայից կբերեի, որ այնտեղ այդ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը շատ բարձր է, ինքը միգուցե ավելի բարձր տեղում է, քան շատ ժամանակ անձնական կյանքը։ Բայց այդ լավ է։ Գործատուի համար լավ է։ Մի քիչ էգոիստական է, բայց Չգիտեմ, ես դրան մի քիչ այլ կերպ եմ նայում, միգուցե որպես գործատու եմ ասում հիմա, որ լավ է, բայց որպես աշխատակից էլ, եթե դու քո աշխատանքին ավելի անես, ավելի, ոնց ասեմ, դողում ես այդ աշխատանքի համար, դու ավելի լավ աշխատակից ես լինում, նաև քո անձնական աճի համար, որ կարիերայի համար։ Ցավոք, ստեղ
իհարկե դա փոխվել է, բայց մի ժամանակ ավելի վատ էր, տենց աշխատանքին ոնց որ երրորդային դեր էր տրվում, այսինքն առաջինը ընտանիքներ, հետո անձնական կյանք, ընկերներ, հետո նոր աշխատանք, այսինքն աշխատանքի հաշվին կարելի էր ինչ որ ուրիշ բաներ անել, բայց Ամերիկայում, Միացյալ Նահանգներում տենց չի, ու Ճապոնիայում է առավել եւս։ Այնտեղ ավելի շատ են Մի աշխատում։ քիչ այդ աշխատանքի նկատմամբ սրտացավ վերաբերմունքը մեր մոտ միգուցե պակասում է։ Դա կարող է ինչ որ պատմական բաներ ունի, որ սովետական միություն, պլանային տնտեսություն, որ դու անես չանես մեկը նույն աշխատավարձն է, թղթով գրենք ամեն ինչ լավ է, անցնի գնա, միգուցե դա դրա հետևանքն է։ Հա, բայց ես մտածում եմ որոշակի փոփոխություններ կան, որովհետև հիմա հաճախ խոսվում է կարիերայի աճի մասին եւ դու որպես մասնագետ, ինչքան էլ որ գործատուի համար աշխատակից կամ թիմակից ես, նաեւ կարեւոր է թե դու որպես մասնագետ ինչպես ես աճում, իսկ այդ աճը, եթե ընկերությունում ես աշխատում, ոնց որ զուգորդվում է ընկերության աճին զուգահեռ, այսինքն դու աճում ես, աճում է ընկերությունը եւ այդպես բոլորը գոհ են ու հիմնականում վատ մասնագետ լինելու դեպքում էլ այդ ինֆորմացիան գոնե Հայաստանում շատ արագ է տարածվում, հաշվի առնելով մեր փոքր, հա, երկիր լինելն ու շրջանակը, դրա համար ինձ թվում է հիմա մարդիկ մի քիչ եթե երիտասարդ չեն, օրինակ 18 տարեկանը գուցե շատ մատերի արանքով նայի, բայց երևի թե դրական դինամիկան դու էլ ես նկատում։ Հա, երիտասարդների մեջ կան, որ ստեղ մի խորհուրդ կուզեմ ուղղակի մինչև այդ հարցին անդրադառնալը, տենց միտք ծագեց, որ խորհուրդ շատ ժամանակ լսում ենք, որ այդ ինչ աշխատավարձ է, որ դրա համար գնանք, սկի չարժի տանը նստել, տանից դուրս գալ այդ աշխատավարձով, բայց չէ, դա սխալ մոտեցում է, որովհետև տանը նստելով դու ոչ մի բան չես Եվ սովորելու։ լճանում ես։ Բացի լճանալու, դու ոչ մի բան չես սովորելու, բայց եթե դու գնաս նույնիսկ քո գրպանից փող ծախսես տրանսպորտի վրա, գնաս ինչ որ մի տեղ մտնես միջավայր, տեսնես այնտեղ ինչ է կատարվում, մի բան անես, նախ դու ինչ որ մի բան կսովորես, որը հետագայում չգիտես որտեղ պետք կգա։ Երկրորդն էլ միջավայրը կտեսնի քեզ, որ դու կարողանում ես ինչ որ խնդիր լուծես, ինչ որ օգուտ տաս։ Եվ շատ ժամանակ լսում ենք, որ ասում է դե թող աշխատավարձս բարձրացնեն կանեմ, բայց իրականում տենց չի։ Դու պետքա սկզբից անես, որ գործատուն տեսնի, որ դու կարողանում ես անես, որ նոր քո աշխատավարձը բարձրացնի։ Հա, հնարավոր է։ Հիմա եթե հարցի չպատասխանեցի, մտ խնդրեմ հիշեցնես։ Դե խոսքը ավելի շատ տենդենսների փոփոխություններ, որ քանի որ հիմա նաև պրոպագանդա կա, նաև work-life այդ բալանսի մասին շատ ենք խոսում, ենթադրում եմ, որ որոշ դեպքերում այդ խնդրի առաջ են մարդիկ կանգնում, որ աշխատանքը եւ իրենց անձնական կյանքը արդեն ինչ որ խառնվում է եւ խախտվում է, որը եւս գուցե որոշ դեպքերում լավ չի, երբ որ աշխատանքային առօրյան տանում ես կյանք եւ կյանքում այդ կատարվողը բերում ես աշխատանքի մեջ, այսինքն այդ երկուսն էլ կարևոր հատվածներ են, բայց խառնվում է եւ դու որպես անհատ կարող այդ ամեն ինչի մեջ կորում ես։ Երևի այդ պրոպագանդան մեկ էլ որ որպես մասնագետ դու պետքա աճես, այդ երկու պրոպագանդան օգնում է, որ մարդիկ ավելի լուրջ վերաբերվեն աշխատանքին։ Դա էլ կա, բայց մյուս կողմից էլ եթե նայում ենք, օրինակ պրոպագանդայի հետ կապված, տես սոցիալական մեդիան ինչ արեց, այսինքն այնտեղ հայտնվեցին կերպարներ, որոնք ասում են, օй, ես տանը նստած մի երկու քլիքով միլիոններ եմ աշխատում, դու ինչի պետք է գնաս առավոտը, չգիտեմ, 9-ից մինչև 9 աշխատես կամ 8 ժամ աշխատես, երբ որ կարաս տանը նստես, չգիտեմ ինչ անես, բայց այստեղ երկու կատեգորիա կա, մեկը որ դրանք ուղղակի շարլատաններ են, ինչ որ սոշիալ լայքերի բաների համար, ուշադրություն գրավելու համար տենց կոնտենտ են թողարկում, եւ մյուսն էլ իրոք այդ մարդիկ են, որ իրոք հասել են դրան, բայց չի երևում այն հսկայական աշխատանքը, որոնք իրենք տարիներ, միգուցե տասնյակ տարիներ արել են, որ հասնեն այս մակարդակին։ Այսինքն ստեղ երկու ձևի պրոպագանդա է գնում, մեկը որ work-life balance-ը կարևոր է, մյուսն էլ որ ասում է դու կարաս
չաշխատես, բայց սենց լավ մեծ հաջողությունների Կամ հասնես։ ֆրիլանս աշխատես, դու քո ժամանակը կառավարես, բայց ինձ թվում է այդ Եթե նաև մարդու տեսակից է, օրինակ ես տանը չեմ կարողանում աշխատեմ, այսինքն եթե ես գնամ նստեմ տանը, այդքան էլ լավ չի մոտ ստացվում դե աշխատելը, կարծում եմ բոլորս հա, էլ տեն, չգիտեմ, ես էլ եմ տենց, եթե նկատել ես, ես այդ remote work-ը այդքան չեմ բանանում, հետո այդ թիմային բանը չես հետո զգում COVID-ի ժամանակ այդ ավելի շատ զգացվեց, երբ որ անընդհատ տանն էիր ու այդ պատերը սկսում էին ճնշել ու դժվար Դե էր կենտրոնանալը, ժամանակներն էլ են փոխվել, եթե նայենք մեր պապերը կամ մեր պապերի հայրերը ինչ էին անում, կարող է առավոտ շուտ վեր կենային ժամը 5-ին, մի 2 ժամ քայլելով գնային հանքում տաժանակ իր աշխատանք անեին, մի փոքր գումարի համար, որ գային ընտանիք պահեին, իսկ հիմա մենք ինչ ենք անում, տենց ինչ որ օֆիսում մի քիչ ինտերնետը թույլ է, տենց արդեն, արդեն մեր համար ինչ որ անընդունելի աշխատանքային պայմաններ են, չգիտեմ, կոֆեն մի քիչ դառնա, քաղցրա, այսինքն ժամանակները փոխվել են, մենք էլ մի քիչ փափկել ենք, այսպես ասած, եթե համեմատենք մեր նախնիներին, իրանք ինչքան պինդ են եղել, ինչեր են արել, ինչ արժեքներ են ստեղծել, ու հիմա մենք դե հայ խնդիրները, որ փոքրանում են, արդեն այդ փոքր խնդիրն էլ է, ոնց որ մեծ թվում, եթե դու մեծ խնդիր չես տեսել, ստացվում է մոտավոր նման մի բան, ես իմ հասակակից կամ ինձնից մի քիչ տարիքով ընկերներ ունեմ, ովքեր 10 քանի տարեկանում շուկայում առևտուր էին անում, որ մի երկու կոպեկ աշխատեն, տանեն տուն պահեն։ Փառք Աստծո, իմ ծնողները կարողացել են մեզ ապահովեն, որ մենք ստիպված չենք եղել դա անենք, բայց իրականությունը մնում է իրականություն, այսինքն այն մարդիկ, ովքեր կարողացել են արժեք ստեղծել, իրանք շատ շատ մեծ աշխատանք են արել, ծանր աշխատանք են արել ու հիմա տենց այդ իմ կարծիքով դա միֆ է, որ կաֆեում տենց նստած կոմպյուտերով տենց ինչ որ մեծ արժեք ստեղծես, չէ, մեծ արժեք ստեղծվում է քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ հա, ուղղակի կան թրենդային մասնագիտություններ եւ կան մասնագիտություններ, որոնց միջոցով ավելի հեշտ է գումար աշխատել, այսինքն դու կարող ես չարժես զրկելով որևէ մեկի աշխատանքը, ուղղակի կարող ես ավելի քիչ ժամանակ ծախսելով ավելի շատ գումար աշխատել, բայց նաեւ պետքա հասկանալ դրա արժեք ստեղծելու չափը, ինչքանով ենք մենք Միանշանակ, արժեք հա, ես ստեղծում չեմ եւ ում ասում, որ համար։ կաֆեից չես կարա Հա, լավ գործ անես, ես ասում եմ, որ լավ գործ անելու համար պետքա ջանք դնես։ այո, բայց որոշ դեպքերում ես ենթադրում եմ, որ մանավանդ երբ որ մենք գնում ենք թրենդային մասնագիտությունների հետևից, որոնք կարող է այսօր կամ վաղը իրենց լրիվ ուրիշ կերպ ընկալի հասարակությունը ու իր ֆոկուսը դրված է հասարակության վրա, այսինքն գումարի աղբյուրն էլ է հասարակությունը, կարող է ինչ-որ պահի այլ հասարակությանը դու որպես մասնագետ, այդ պահին, որ դու շատ լավ աշխատում ես, կարող է ինչ-որ պահի բացարձակ հետաքրքիր չլինես։ Հա, ճիշտ նկատառում ես անում, մանավանդ հիմա AI-ը, որ շատ արագ է զարգանում, նույնիսկ մասնագիտություններ, որ մի քանի տարի կամ 2 տարի առաջ էին ի հայտ եկել, հիմա AI-ը դրանց արդեն դուրս է մղում, որտեղ դրա կարիքը չկա որպես մասնագետ, արդեն ինքը անում է։ Նույնիսկ ստարտափներ կային, տենց մեծ բաներով, ինչ որ Կա- ամբիցիոզ պլաններով բանով, բայց տեսնում ենք, որ AI զարգացման տենդենսը այնքան արագ է, որ այդ ստարտափները արդեն ռելևանտ չեն AI-ի դարում։ Եթե մի քիչ էլ խոսենք մեր ջոբի հետ կապված մեր աշխատակիցների համալրման մասով, ես իմ օրինակով ու նկատում եմ, որ մեզ մոտ շատ հաճախ ընդունվում են մարդիկ, ինչպես օրինակ ես, ով տվյալ հաստիքով որպես մասնագետ այդքան էլ փորձառու չեմ։ Ու դե իհարկե այդ ընտրությունը դուք եք անում, ինձ հետաքրքիր է դրա գաղափարախոսությունը, որովհետև հիմա շուկայում ինչից են շատ բողոքում աշխատանք փնտրողները, որ ուսանող ես, բայց քեզնից պահանջում են օրինակ 5 տարվա աշխատանքային փորձ, դու ավարտում ես համալսարանը ու միանգամից չես կարողանում քո ոլորտով մտնել աշխատանքի, որովհետև միայն գործատուն դիտարկում է փորձառու մասնագետների։ Կան հաստիկներ, որոնց դեպքում դա իսկապես այդպես էլ պիտի լինի, բայց կան հաստիկներ, որոնց դեպքում դու կարող ես հնարավորություն տալ անփորձ մասնագետին։ Հիմա մեր մասով ինչ կասես։ Սիրով, տես բազային ինչ որ հմտություններ, բաներ կան, որ մասնագետը դրանք պետքա սովորի դպրոցում կամ համալսարանում։ Մնացած բաները, ինչ որ նեղ մասնագիտական բաները, դրանք կարելի է սովորել։ Այսինքն, եթե մասնագետը
այդ բազային գիտելիքները ունի, տրամաբանություն, ինչ որ պարզագույն մաթեմատիկա, տոկոս հաշվել եւ այլն, ինչ որ այն հմտությունները, որ բազային են, եթե դրանք ձեռք բերես, դրա վրա արդեն կարելի է մնացածը կառուցել։ Բայց եթե այդ բազային հմտությունները չկան, ինչքան էլ դու գնաս տրեյնինգների կամ ինչ որ բաների, մեկը հիմքը դատարկ է լինում։ Հիմա հիշում ես քո տեստը ինչ էր, Հա, որ Excel-ից ինձ առաջադրանք եք տվել ու ես մենք սկզբից տեսանք, տանջվում էի, ճիշտն ասած, որովհետև չէի հիշում, հետո հիշեցի ինչը ոնց։ մենք էլ տեսանք, որ դու կարողանում ես բարդ սիտուացիայում կողմնորոշվես, քեզ հավաքես, այդ անես ու այդ տրամաբանական եւ այդ բազային բաները ունես, հմտությունները ունես, հնարավորություն տվեցինք ու չսխալվեցինք։ Մերսի։ Հա, իմ մոտեցումը ընդհանրապես այդ է, որ եթե այդ պահին տենց ինչ որ շատ վառվող գործ չի, որ անպայման մեկը պետքա գա այդ կրակը հանգցնի, ավելի ճիշտ է մի քիչ ավելի անփորձ, բայց կրակը աչքերում ինչ որ մի երիտասարդի բերել, քան թե միգուցե ինչ որ ցենց հիմա կոպիտ հնչի, բայց ինչ որ կոնսուլտանտ, որ պետքա գա, ասի խորհուրդ տա եւ այլն իր փորձի հիման վրա։ Դրա համար ես կարծում եմ ու շատ կարևոր է նաեւ մարդկային որակները։ Դրա համար կարծում եմ, որ պետք է ընտրել նենց աշխատակից, ով աճելու տեղ կունենա, ով ինքն էլ կտեսնի, որ այդտեղ աճելու տեղ կունենա, կունենա այդ բազային գիտելիքներն ու հմտությունները, մնացածը արդեն ընթացքում, եթե մարդն էլ ուզում է առաջ գնա, ինքը արդեն ինքն Հա, այդ իրան շատ կսովորի։ կարևոր հանգամանք է, որովհետև ես վերջերս տենց փորձում եմ ավելի ուշադիր լինեմ զուտ իմ համար, որ դու կարող ես մարդուն տաս հնարավորություն ու դու տեսնես, որ ինքը ունի հնարավորություն, բայց մեծ խնդիրը, որ մարդը ինքը չի պատկերացնում իր պոտենցիալը։ Այսինքն դու տեսնում ես, որ մարդը կարող է ավելին անել, բայց ինքը իր պոտենցիալը անձամբ չի պատկերացնում ու մինչև ինքը չհասնի այն կետին, որ հասկանա, որ ինքը կարող է անել ավելին, ինչքան էլ գործատուն, իր շրջապատը փորձեն իրեն բացատրել, որ դու կարող ես անել ավելին, ինքը միևնույն է մտածելու է, որ իր դիմացը փակ դուռ է եւ հնարավոր չի այդ դուռը բացել։ Դե միգուցե դա նաև գործատուից է գալի կամ իր անմիջական Միջավայրից։ ղեկավարից է գալի, որ այդ աշխատակցին ստեղծագործելու կամ ազատ աշխատելու հնարավորություն չեն տալի, այսինքն օրինակ ենթադրենք մարդը մի բան անում է, գալիս է ասում է, իսկ որ սենց անենք, ավելի լավ կլինի, կարան ասեն, չէ, գնա ոնց կա, նենց արա։ Այս միջավայրը արդեն այդ մարդուն Փակում չի է։ խրախուսում, որ ինքը համ առաջ գնա, համ նորարարություն անի, այսինքն դու պետք է աշխատակցին ստեղծագործելու, աշխատելու տարածք տաս, որ ինքը կարողանա նաև աճի ու վերջի վերջո դա քեզ է հենց որպես բիզնես օգուտ բերելու։ Եվ ինձ թվում է այդտեղ շատ կարևոր է, որ աշխատակիցը զգա, որ իր միտքը կարևոր է ու չվախենա բարձրաձայնել, որովհետև լինում է դեպքեր, ես էլ այդպիսի իրավիճակներում ինձ զգացել եմ, որ չգիտեմ, տարբեր միջավայրներում վախեցել եմ հարց տալ։ Այսինքն խնդիր եմ ունեցել ինչ որ, բայց այդ process-ը, որ գնամ ինչ որ մեկին հարցնեմ, որովհետև ես այդտեղ ինձ այդքան ապահով չեմ զգացել, որ գնամ հարց տամ, իմ հարցին ոնց կվերաբերվի, դա կարող է լինել շատ հիմար հարց, եւ դա կարող է լինել շատ կարեւոր հարց, բայց երկու դեպքում էլ պետքա քեզ եկող պատասխանը լինի շատ նորմալ, որ դու քեզ վատ չզգաս քո հարցից։ Բայց եթե տենց չես զգում, ավտոմատ սկսում ես փակվել ու շատ բաներ չանել այնպես, ինչպես որ կարող էիր անել ու լավ անել։ Ես ինչ եմ ասում մեր նորեկ աշխատակիցներին, որ ասում եմ սկզբի ժամանակ ինչքան ուզում ես հարց տուր, բայց մի հարցը երկուսից Հա։ ավել անգամ մի տուր։ Հա, այդ արդեն լուրջ է։ Հա, դրա համար չէ, այդ առումով մեր մոտ ինքդ էլ կփաստես, Այո։ որ խնդիր չկա, ցանկացած հարց կարելի է տալ սկզբի ժամանակներում, բայց մի հարցը երկուսից ավել անգամ ավել Հա։ չարժի տալ։ Դες թվում է չի էլ լինում այդպիսի Չէ, դեպքեր, որ երկուսից անգամ բարեբախտաբար հա, չի լինում։ շատ այդ լավ է ստացվում ու հիմնականում ես նկատում եմ, որ մեր թիմում ավելի շատ ոչ թե հարցեր ենք տալիս առհասարակ IT-ից սկսած եւ մնացած process-ներում, այլ ավելի շատ առաջարկներ են։
դա կլինի ինչ-որ նոր իդեա, գաղափար, որը կարելի է դարձնել իրականություն։ Դրա համար էլ գուցե այդ աճը և տեխնիկական նորարարությունները ավելի արագ են ստացվում, որովհետև անընդհատ ինչ-որ բաների մասով իդեաներ են գեներացվում Այո, թիմում։ ինչքան շատ ես օգտվում դրանից, այդքան ավելի իդեաներ ես տեսնում, բացերը նկատում ես, թերությունները նկատում ես։ Եվ որպեսզի ամփոփենք մեր այսօրվա զրույցը և քանի որ ունենք տոնական ֆորմատ, ինչ կարող ենք մաղթել 2026 թվականին գործատուներին, մասնագետներին և առհասարակ բոլոր այն մարդկանց, ովքեր դիտելու են այսօրվա մեր հաղորդումը։ Երևի չառանձնացնենք, արի բոլոր մեր գործընկերներին և օգտատերերին և բոլորին մաղթենք առողջություն, նորանոր ձեռքբերումներ 2026-ին, էլ ինչ մաղթենք, մի քանի բան Ես էլ դու ավելացրու։ մաղթում եմ խաղաղություն, բայց այդ խաղաղությունը ուզում եմ դիտարկենք ավելի գլոբալ, դա ընդհանուր և ներքին խաղաղություն, որովհետև ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հաջողության հետևում որոշ դեպքերում ավելի լավ ստացվում է, երբ որ կանգնած է խաղաղ մարդ, ով կարողանում է երևույթներին և իրավիճակներին նայել վերևից ու ավելի լավ պատկերացնել, թե ինքը ինչ սիտուացիայում է, ու այդ դեպքում ավելի դժվար է լինում հոսանքին հակառակ, ավելի հեշտ է լինում հոսանքին հակառակ գնալը և ճիշտ ուղղությամբ գնալը, իսկ եթե դու փոթորիկների մեջ ես ու խաղաղ չես, քեզ քշելու են այն ուղղությամբ, որ բոլորը գնում են։ Բայց ոչ միշտ է ճիշտ հոսանքին Հա, հակառակ գնալ, նաև որոշ դեպքերում դեմ պետք է չեմ։ հոսանքի ուղղությամբ գնալ։ Այո, եթե հոսանքները ճիշտ են, ճիշտ հոսանքների մեջ եք, ուրեմն կարող եք գնալ հոսանքի ուղղությամբ։ Դե երևի ամփոփենք, բաժակ բարձրացնենք բոլորի համար, մաղթենք նորանոր ձեռքբերումներ, հաջողություններ և շնորհավոր բոլորի նոր տարին և Սուրբ Ծնունդը։ Շնորհավոր 2026 թվական։ Դե ինչ, դուք դիտում եք Jobcast-ը։ Շնորհավորում ենք բոլորի ամանոր և Սուրբ Ծնունդը, իսկ մենք կհանդիպենք 2026 թվականին։